Հայ-ռուսական հարաբերությունները մտել են բարդ ու հակասական փուլ։ Դաշնակցային հարաբերություններին զուգահեռ խորանում է անվստահությունը։ Սա ժամանակավոր ճգնաժամ է, թե հարաբերությունների վերաձևում։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Վարչապետի վերջին այցը կարող ենք համարել շրջադարձային հայ-ռուսական հարաբերություններում եւ արդյոք այն ինչ տեղի ունենում վերջին օրերին է սկսվել, թե ավելի վաղ է տեղի ունենում։ Չէ, ավելի վաղ է սկսվել։ Եկեք շրջադարձային բառը չօգտագործեմ, ասենք նշանային, որովհետև դա առնվազն բացահայտեց ռուսական կողմի մարտավարության փոփոխությունը։ Այս խնդիրները վաղուց կային, Օվերչուկը, Լավրովը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տողատակերով անդադ հասկացնում էին, որ ինչ-որ խնդիրներ կա։ Ցավոք սրտի, այդ զգուշացումներին ականջալուր չէր լինում պաշտոնական Երևանը, կամ ինչպես ձևակերպել Օվերչուկը, հաճախ Երևանի խոսքն ու գործը մեծ կոնտրաստ էին ունենում։ Այս անգամ իմ տպավորությամբ Վլադիմիր Պուտինը որոշեց խոսել Հայաստանի ժողովրդի հետ, Պուտինի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առիթը օգտագործելով, ըստ էության նա փորձում էր ցույց տալ Հայաստանի այսօրվա իշխանության քաղաքականության շարունակականությունը, ինչի կարող է բերել։ Մոսկվայից պարզ երեք ուղերձ հասցեագրեցին, որ այլևս իրենք չեն հանդուրժելու երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը, սա մեկ, երկրորդը չեն հանդուրժելու, որ Հայաստանի իշխանությունները իրենց ձախողված քաղաքականության պատասխանատվությունը բարդեն Մոսկվայի վրա, հենց դրա համար էր նշվում, ինչ է մեզ սպասվում, եթե։ Եվ երրորդը, որ ամենակարևորն է, դա ցույց տվեց վստահության այն ճգնաժամը, որ գոյություն ունի։ Կան նաև օբյեկտիվ հիմքեր, այնուամենայնիվ 44-օրյա պատերազմը եւ դրա հետևանքները բերել են ռեգիոնալ ստատուս քվոյի փոփոխությանը, որոնք ենթադրում են նաև հայ-ռուսական հարաբերությունների տրանսֆորմացիա։ Բայց նաև կա սուբյեկտիվ պահ։ Այդ սուբյեկտիվ պահը կախված է Հայաստանի իշխանության քաղաքականության հետ, քրոնոլոգիայով եւ փաստերով ապացուցված է, որ 2021 թվականի դեկտեմբեր 2022 թվականի փետրվար ամիսներից սկսած Հայաստանի իշխանությունը հստակորեն գրում է երկրի ստրատեգիական կուրսի փոփոխությանը։ Ինչու Ռուսաստանը որոշեց այդ մասին հստակ եւ կոշտ խոսել, հատկապես վերջին հանդիպման ժամանակ։ Եթե խնդիրը կար նաեւ 2021-ից սկսած։ Երկու պատճառ կա։ Նախ ըստ երևույթին Հայաստանի իշխանության քաղաքականությունը հասել է մի կետի, որտեղ արդեն ուղղակիորեն ռուսական շահերը վտանգվում են։ Դրա վերջի կաթիլ օրինակ համբերության կարող ենք համարել երկաթուղիների հավատարմագրային կառավարումը այլ երկրին հանձնելու ցանկությունը, որտեղ դա աշխարհաքաղաքական խնդիր է, ինչքան էլ որ տնտեսության փորձի հիմնավորել Փաշինյանը, սա ազդակ էր, որ ավելին են անելու Հայաստանի իշխանությունները։ Եվ երկրորդ խնդիրը ռուսական էլիտայի դասերն են։ Տեսեք, Ղարաբաղյան հարցում 10 տարուց ավելի Ռուսաստանի իշխանությունը հենց ձեր ասած մոտեցումն է որդեգրել խնդիրները չբարձրաձայնելու։ Այսինքն 2012-13 թվականներից Հայաստանը իրար հաջորդող իշխանություններին Մոսկվայից ասել են, որ այլևս չեն կարող երաշխավորել առաջին պատերազմից հետո ստեղծված ստատուս քվո եւ պետք է գնալ ինչ-որ փոխզիջումային լուծման, Լավրովի պլան 5+2, բայց ըստ երևույթին հայկական իշխանությունների խնդրանքով իրար հաջորդող Մոսկվան այդ մասին չի բարձրաձայնել, այդ բեռը թողելով մեր իշխանությունների ուսերին, որպեսզի մեր հասարակությանը դիալոգ ունենան։ Արդյունքում այս սխալ մարտավարությունը Մոսկվայի բերեց նրան, որ Ղարաբաղը ըստ էության մեր իշխանության մեղքով, Նիկոլ Փաշինյանի իշխանության մեղքով կործանվեց, բայց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մեղքը տեղավորել Ռուսաստանի գրպանում։ Հիմա որպեսզի հանկարծ չլինի հերթական անգամ քավության նոխազի դերում նշանակվելը, Մոսկվան որոշել է բաց խաղակարտերով խոսել եւ երրորդ պատճառ կա։
իրանական պատերազմից հետո փոխվեց տարածաշրջանային ստատուս քվո եւ Ռուսաստանը իրեն ավելի ինքնավստահ զգում եւ դեպքերում կայսրությունները որպես կանոն բաց խաղակարգերով են խաղում։ Իսկ Ռուսաստանը կատարել է իր անվտանգության պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Գիտեք, շատ օբյեկտիվ եւ լեգիտիմ հարց եք տալիս։ Դժվար է Ռուսաստանին կատարելապես շատ բարեխիղճ դաշնակից համարելը։ Մենք գիտենք, որ բազմաթիվ երկկողմ եւ բազմակողմ պարտավորություններ կան, որ թերի են կատարվել։ Բայց այստեղ երկու շատ կարևոր նկատառում կա։ Մենք այդ թերությունները պատրաստվում ենք դիվանագիտական սկանդալի առիթ դարձնել, ինչպես Հայաստանի իշխանությունն է անում, թե պատրաստվում ենք բարեխղճորեն մեր գործընկերների հետ քննարկել բարեկամական հարաբերություններին չվնասելու կամ ստրատեգիական հարաբերություններին չվնասելու մղումով։ Սա մեկ։ Երկրորդը, նույն իրանական պատերազմը բացահայտեց, որ աշխարհի թիվ 1 գերտերություն Միացյալ Նահանգներն էլ իր դաշնակցային պարտավորությունները չի կարողանում ամբողջ ծավալով կատարել, օրինակ Պարսից ծոցի երկրների հանդեպ։ Իսկն այնպես չի, որ դա միայն Ռուսաստանի խնդիրն է։ Որ աշխարհն է փոխվել եւ հարաբերությունների վերանայման խնդիր կա։ Եվ երրորդը, մենք միշտ հայ-ռուսական ռուսական անվտանգային համակարգի անկատար համակարգը համեմատում ենք ոչ թե դրա բացակայության հետ, այլ գոյություն չունեցող ինչ-որ իդեալական համակարգի հետ։ Եթե այս ելակետով համեմատություն անենք, ձախողվելու ենք, որովհետև տեսեք 2022-ից 26 թվականները բավարար ժամանակ էր, որպեսզի Հայաստանի իշխանությունը մեզ բոլորիս ցույց տալ գետ մեկ երկիր, որը պատրաստ է ինչ-որ անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին։ Այդ երկիրը չգտնվեց, չի էլ գտնվելու, որովհետև միջազգային հարաբերությունները տարբերվում են լիստեյով դաշնակից փնտրելու ինչ-որ պրիմիտիվ հնարքների հետ։ Այսինքն լավ կամ վատ մեզ անվտանգության որոշակի համակարգ պատրաստ է տրամադրել միայն Ռուսաստանը այս պարագայում, դա իհարկե չի բացառում դիվերսիֆիկացիան այլ կենտրոնների հետ հարաբերությունները, մի զուգահեռել թող մեր յուրաքանչյուր հետևորդ ինքնուրույն արդեն քրոնոլոգիայով հետևության գա։ Ռուսական ազդեցության վակուումի զուգընթաց տարածաշրջանում մեծացել է մեր ողբերգությունների, կորուստների ծավալը։ Նայեք 2022-26 թվականներին ակնհայտ։ Վերջին օրերին հաճախ է հնչում Ռուսաստանը դաշնակից է, թե պարզապես շահերի գործընկեր։ Ինչ կարծիքի եք դուք։ Ռուսաստանը Հայաստանի համար դաշնակից է, մյուս տերմինը շահերի գործընկեր է։ Դաշնակցային հարաբերությունների բնավել հակադրության մեջ չի մտնում այդ բանի հետ։ Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է։ Սա չի նշանակում ամենաբարեխիղճ դաշնակիցն է, էլի եմ կրկնում, սխալ տպավորություն չստեղծվի։ Երբ որ դու չունես այլ ընտրանք, պարտավոր ես օրակարգերի այնպիսի ներդաշնակություն բանաձևես, որպեսզի իրատեսական հողի վրա պատկերացնես այն ինչ ակնկալում ես Ռուսաստանից եւ որպեսզի ըստ այդմ շատ ռեալիստական քաղաքականություն դու կարողանաս մշակել։ Այս առումով տրանսֆորմացիայի անհրաժեշտություն կա, բայց երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխել առանց անվտանգային որևէ երաշխիքի նշանակելու է հայտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի ակցիանի մեջ, որը ուղղակի հղիա հայկական պետականությունը կորցնելու վտանգով։ Այսօր ինչի հետ գործ ունենք, դասական ճգնաժամի, թե հարաբերությունների վերաիմաստավորման հետ։ Այդ երկուսի բաղադրիչն էլ կա նաև ճգնաժամի երևույթ, բայց քանի որ ասիմետրիկ են հայ-ռուսական հարաբերությունները, ավելի շատ դա վերջանալու է հարաբերությունների վերաիմաստավորման, որտեղ Ռուսաստանը ինքը կովկասյան պետություն է եւ որևէ կերպ այստեղից չի հեռանալու։ Հետևաբար, այս ճգնաժամերի Այսինքն ներողություն, դուք չեք կարծում, որ Ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանը Հարավային Կովկասից հեռացել է։ Ոչ։ Ռուսաստանը, եթե կորցրել է ազդեցությունը ենթադրենք նախկին Ադրբեջանում,
կամ թույլատրել է նրա ազդեցությունը Հայաստանում, դրա փոխարեն իր ազդեցության որոշակի մեծացում ենք տեսնում Վրաստանում։ Այսինքն ինքը կարողանում է իր քաղաքականությունը, իր ազդեցությունը տարածելու համար որոշակի գործիքներ ստեղծել։ Նույնիսկ դեսպանություն չունեն երկու Դա ոչ մի նշանակություն չունի։ Իհարկե, այստեղ պետք չի հասկանալ ուղիղ իմաստով իմաստը Վրաստանում պրոռուսական իշխանությունն է, բայց մի իշխանությունն է, որը ռուսական շահերի հետ հաշվի է նստում։ Ամենայն դեպս այնպիսի զգուշավոր արտաքին քաղաքականություն է վարում, որպեսզի արևմուտքի համապատասխան շրջանակների ձեռքին ֆորպոստի կարգավիճակ չունենա հակառուսական ֆորպոստի, սա մեկ, եւ երկրորդը, եթե նկատել եք նույնիսկ Ադրբեջանը, որ այսօր ցավոք սրտի անգամներով ավելի սուբյեկտային պետություն է, քան Հայաստանը, Ռուսաստանի հետ հարաբերություններում չնայած լարվածություններին ճգնաժամերին, բայց զգուշավոր է։ Շատ զգուշավոր է, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք, որ Ռուսաստանը ուղղակի այս ռեգիոնից չի կարող հեռանալ։ 20-րդ դարում ձեր ասացի նման երկու բան տեղի է ունեցել։ 1917 թվականին կարճ փուլով գնաց, հետո 2-3 տարի հետո շատ ավելի ազդեցիկ ներկայությամբ հետ եկավ եւ վերջապես 1991 թվականին, երբ որ սովետական միությունն էր փլուզվել, հետեւաբար բոլոր նրանք, ովքեր այդ պսևդո արևմտամետ շրջանակներ կան Հայաստանում, որ ամեն ուրբաթ Ռուսաստանի պանիխիդան են կազմակերպում, ես խորհուրդ կտամ ավելի լուրջ զբաղմունք գտնել։ Խոսեցինք հարաբերությունների դիվերսիֆիկացիայի մասին, այս արդյոք հակասություն չկա քաղաքական այսօրվա կուրսի եւ տնտեսական իրողության միջև, երբ խոսում ենք դիվերսիֆիկացիայից, բայց իրականում ավելի սերտ ենք կապվում Ռուսաստանի հետ։ Դա բոլոր արկածան խնդիր քաղաքականությունների վերջաբանը դա է լինում։ Արտահանման ծավալները 5 անգամ ավելացել են, ինչի մասին է խոսում։ Այսինքն, երբ որ դու որպես օրակարգ դնում ես մի անիրական խնդիր, այս դեպքում երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունը։ Բայց քո տնտեսության կառուցվածքը, ընդհանրապես քո ապրանքների, ծառայությունների չափանիշները չեն համապատասխանում քո արտաքին քաղաքական հռչակումներին, միշտ հետևանքը լինում է այն, որ մեծացնում ես կախվածությունը այն կենտրոնից, որից իբրև թե ձգտում ես ձերբազատվել։ Փաշինյանը նախորդին հայտարարեց, որ առաջիկայում ընտրություններից հետո սպասվում է բարձր մակարդակի հանդիպում Մոսկվայում, Երևանի եւ Մոսկվայի միջև։ Ձեր կարծիքով այս հանդիպումը կարող է դառնալ հարաբերությունների լարվածությունը թոթափելու միջոց եւ թե սա պարզապես ձևական շփումների տրամաբանություն է։ Այո, հունիսի մեջ մեծ հավանականությամբ քարոզչական ֆոն է ուզեցել ստեղծել, որ այնքան վստահ է իր հաղթանակի մեջ, որ հունիսի երկրորդ կեսին էլ ինքն է հյուրընկալվելու Պուտինին։ Ես միանգամից ասեմ, որ ամեն դեպքում պայմանավորվածություն կա։ Հա, բայց եկեք Ռուսաստանը լուրջ ինստիտուցիոնալ ավանդույթներ հարգող պետություն է, պայմանավորվածություն կա Հայաստանի վարչապետի հետ, ոչ թե կոնկրետ անձի, անկախ նրանից այդ վարչապետի անունազգանունը ինչ կլինի։ Ես կարծում եմ այս ընտրությունները կարող են նպաստել, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը թուլանա եւ վերաիմաստավորման ինչ-որ նշաններ տեսնենք։ Ինչ եք կարծում ավելի շատ այս ընթացքում որ կողմն է սրում հարաբերությունները, ռուսական թե հայկական կողմը։ Բնականաբար ինչքան էլ ցավալի ասել, որովհետև տեսեք, պետք է այս հարցը տալուց ռուսական ներողություն, ռուսական մեդիա դաշտում հաճախ է հնչում շատ կոշտ հայտարարություն։ Մեդիա դաշտի մոնիտորինգ արել եք։ Այստեղ քաղաքական շրջանակներ կան, որ իրանց հացը վաստակում են բացառապես հակառուսական ռետորաբանությամբ։ Հələ մի հատ դիտարկեք ինչպիսի արտահայտություններ են հնչում, ինչպիսի կարգախոսներ են հնչեցնում։ Այլ բանը, երբ դա հնչում է երկրի պետական հեռուստաալիքից, իսկ պետական հեռուստաալիքում էլ հյուրընկալվում են շատ հաճախ գործիչներ, որոնց միակ տարբերակի չհատկանիշը ռուսաֆոբ լինելն է, այնպես որ այստեղ պետք է հարցը այլ կերպ դնենք, ով է տուժում հայ-ռուսական հարաբերությունների սրումից։ Քանի որ հարաբերությունները ասիմետրիկ են, երկուս տեք տուժում են միգուցե, ավելի շատ տուժում են, ավելի շատ միգուցե։ Հիմա գիտեք, սովորաբար փոքր երկրներն են ասիմետրիկ հարաբերությունների պարագայում ավելի կրտսեր դաշնակիցներն են փորձում հարմարվել
մեծ դաշնակցի օրակարգերին, հետևաբար, երբ որ ճգնաժամ կա, այդտեղ առաջին հերթին ցավոք սրտի պատասխանատվության ավելի մեծ բաժինը կդնում է կրտսեր դաշնակցային գործընկերոջ վրա, որտեղ ի վերջո հենց Փաշինյան ինքն էր շատ պատկերավոր ձևակերպում, ասում էր, բա ես պիտի նախաձեռնեմ Մակրոնի կամ Պուտինի հետ հանդիպում, թե ինչի իրանք չէ պիտի նախաձեռնեն, բա ավելի կրտսեր գործընկեր, ավելի նվազ սուբյեկտություն ունեցող գործընկերն է ձգտում ավելի զգույշ լինել եւ ավելի ոչ հանդուկն վարկագիծ ցուցաբերել։ Եթե ընդունենք վատագույն սցենարը, գազի գնի կտրուկ աճը, արտահանման խնդիրները, սոցիալական ճնշումը, միգրացիոն խնդիրները, արդյոք Հայաստանը ունի ռեսուրսներ այդ ամենը մեղմելու համար, ինչպես հայտարարում է իշխանությունը։ Ոչ։ Մի հաշվարկ կար, որ գազի գնի էական բարձրացումը մոտավորապես 3 միլիարդ դոլարի խնդիր առաջացնելու տարեկան կտրվածքով, թերևս դժվար չի իմ եւ ձեր համար, որ մասնագիտական փորձագետներ չենք այդ ոլորտի, հասկանալ, որ այդ 3 միլիարդը մեզ որևէ մեկը չի փոխհատուցելու, առավել եւս պատրանքային է ենթադրել, որ քո հետ հակամարտության մեջ գտնվող եւ ամեն առիթով քեզ ճնշող Ադրբեջանը քեզ բանը կոմֆորտ գներով, ձերջ գներով գազավաճառելու, առավել եւս որ նույն Եվրոպային օրինակ Ադրբեջանը վաճառում է ռուսական գազը, որտեղ ինքը այդքան գազի պաշարներ չունի, այսինքն որևէ պարագայում տնտեսության կառուցվածքի, սոցիալական կառուցվածքի հասարակության Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների թվականակը հաշվի առեք, որտեղ նրանց գումարների հաշվին են բազմաթիվ ընտանիքներ ապրում, եւ տնտեսությունը վերջապես ավելի բարձր գազի սակագնի դեպքում ուղղակի չի կարող շնչել։ Այդ պարագայում մենք կանգնելու ենք ոչ միայն տնտեսության կոլապսի, այլ պետականության կոլապսի։ Եթե Հայաստանը ստիպված լինի ընտրել այնուամենայնիվ անվտանգություն Ռուսաստանի հետ, թե ինքնիշխանություն առանց Ռուսաստանի, որն է ավելի իրատեսականը եւ մանավանդ ամենավտանգավորը։ Իսկ առանց անվտանգության ինքնիշխանություն է լինում։ Չի լինում առանց անվտանգության իշխանություն։ Միգուցե արևմուտքն է երաշխավոր դառնալու։ Անվտանգություն արևմուտքը բազմաթիվ անգամներ շատ անկեղծ։ Պես ասել է, որ ինքը պատրաստ չի լինել մեր անվտանգության։ Ֆրանսիան էլ պատրաստ չի։ Պատրաստ է ավելի խոր հարաբերություններ քո հետ ունենալ, բայց Ֆրանսիայի որևէ ղեկավարի շուրթերից մենք չենք լսել հայտարարություն, որ օրինակ իրենք պատրաստ են մեզ անվտանգության երաշխիքներ տալ այն պարագայում, եթե մենք ենթարկվենք Ադրբեջանի կամ Թուրքիայի հարձակմանը։ Մեր անվտանգության սպառնալիքները գալիս են մեր երկու հարևաններից, ճիշտ է, որոնց հետ շատ երկար ժամանակ ունենալու ենք չկարգավորված հարաբերություններ կամ չավարտված հակամարտություն։ Միակ երկիրը, որը ֆորմալիստական առումով գոնե թղթի վրա այդպիսի պարտավորություններ կառուցնազում, դա Ռուսաստանն է։ Գիտեք, Իրանը չի կարող։ Իրանն էլ Իրանը ինքնուրույն չի կարող, այսպես ասել։ Երբ որ ասում ենք Ռուսաստան, դիտարկենք նաև Իրանի գործոնը, որտեղ իրենք այնուամենայնիվ նաև ստրատեգիական գործընկերներ են, եւ հենց Ռուսաստանի եւ Իրանի գործոնի շնորհիվ է մեծավ մասամբ, որ 44 օրյա պատերազմից հետո Սյունիքի գլխին կախված մի շարք մարտահրավերներ չեզոքացել են։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Ցտեսություն։